Հայտնի բլոգեր Քրիստինե Մարգարյանի հետևորդների թիվը օր-օրի ավելանում է։ Ներկայումս նրան հետևում է շուրջ 325,000 մարդ։ Հետևորդների քանակը զգալիորեն ավելացավ այն պահից, երբ Քրիստինեն անսպասելիորեն հայտնեց երեխայի սպասելու լուրի մասին։ Քանի որ նա իր էջում ամուսնու հետ հրապարակումներ չէր արել և անձնական կյանքի մեծ մասը հանրությանը անհայտ էր, հետաքրքրությունն իր անձի շուրջ էլ ավելի ավելացավ։ Օրերս Քրիստինեն իմացել է նաև երեխայի սեռը։ Նա այս մասին իր էջում հոլովակի տեսքով հայտնել է հետևորդներին, որն առաջարկում ենք դիտել առանց մեկնաբանության։ Հեյ, ինձ լսում եք, չէ։ Ես անսահման երջանիկ եմ, որ հենց այս ընտանիք եմ գալիս, և որ հենց դուք եք իմ ծնողները։ Մամ, իմ գեղեցկուհի մայրիկ, ես ուզում եմ քեզ շնորհակալություն հայտնել, որ այսքան գեղեցիկ վայրում եմ ես։ Ես տեսնում եմ, որ դու ամեն ինչ անում ես դրա համար։ Ուզում եմ ասել շնորհակալություն քեզ։ Պապ, իմ ամենաուժեղ հայրիկ, ես ուզում եմ ասել, որ դու ամենապայքարող ու ամենաաշխատասեր հայրիկն ես։ Քեզ էլ շնորհակալություն։ Եվ ուզում եմ ասել, որ ձեզնից եմ սովորել անսահման սիրել և շնորհակալ եմ, որ հենց ձեզ եմ սիրել, առաջինը։ Իսկ հիմա արդեն ժամանակն է, որ ասեմ, թե ով եմ ես։ Եվ այսպես, ես ձեր ամենաուժեղ տղան եմ։ Այո, սիրելիներս, դե համբուրում եմ, կտեսնու եք։ Հեյ, ինձ լսում եք, չէ։ Ես անսահման երջանիկ եմ, որ հենց այս ընտանիք եմ գալիս, և որ հենց դուք եք իմ ծնողները։ Մամ, իմ գեղեցկուհի մայրիկ, ես ուզում եմ քեզ շնորհակալություն հայտնել, որ այսքան գեղեցիկ վայրում եմ ես։ Ես տեսնում եմ, որ դու ամեն ինչ անում ես դրա համար։ Ուզում եմ ասել շնորհակալություն քեզ։ Պապ, իմ ամենաուժեղ հայրիկ, ես ուզում եմ ասել, որ դու ամենապայքարող ու ամենաաշխատասեր հայրիկն ես։ Քեզ էլ շնորհակալություն։ Եվ ուզում եմ ասել, որ ձեզնից եմ սովորել անսահման սիրել և շնորհակալ եմ, որ հենց ձեզ եմ սիրել, առաջինը։ Իսկ հիմա արդեն ժամանակն է, որ ասեմ, թե ով եմ ես։ Եվ այսպես, ես ձեր ամենաուժեղ տղան եմ։ Բարև ձեզ, ոնց են իմ ամենալավ հետևորդներս։ Ես լավ տրամադրությամբ, լավ նորություն եմ իմացել, ես շատ շուստրի եմ, ախր։ Ես չէի կարա ուղղակի չիմանայի, անկեղծ եմ ասում։ Եթե ես ուզում էի իմանալ, ինձանից չէին կարա թաքցնեին, նախ իմ ներքին զգացողությունը, ինչ է ես զգում, որ ինչ ա լինելու իմ ճուտիկը, ով ա լինելու։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնեմ իմ երկու բժշկուհիներին, դոկտոր Դոլինյանին և դոկտոր Ափյանին, իրանք իմ համար ամենալավն են, ամենահոգատարն են, շատերը տեք հարցնում, հիմա իրանց էջը թողնում եմ, իրանց վերաբերմունքը, իրանց ամեն ինչը ինձ շատ ա դուր գալիս, ես իրանց շատ եմ սիրում, ու ես գիտեմ ինչ ա, այստեղ նշում եմ, մինչև օրվա վերջ դուք ասեք, տեսնեմ ով ա էլ ճիշտը կրամ, չնայած ես որ արդեն ասել էի։ Հիշում եք, որ մի օր լայվի ժամանակ ասեցի, ով որ ճիշտ է ասի, ինքը իմ կողմից նվեր ա լինելու, թե տղայի պարագայում, թե աղջկա պարագայում, ու ես ամսաթվով ունեմ, որ դուք իմանաք, ես ինչքան անկեղծ մարդ եմ, ինչքան սրտով մարդ եմ, դրա համար Աստված ինձ, իմ սրտի չափով միշտ տալիս ա, չեք պատկերացնի ինչքան է տալի, կրկնակի եռակի ա տալիս ուղղակի, ու ես ցանկանում եմ բոլորիդ, այն մարդկանց, ովքեր որ բարի սիրտ ունեն ու կամեցող են, Աստված ձեր սրտերը, ձեր նպատակները լիարժեք կատարածի։ Ես մի հատ բան եմ ուզում ասեմ, շատ են իմ հետևորդները հոգատար, ու այն որ դուք նայում եք, այն որ դուք ինձ ամեն օր տարբեր ժամերի գրում եք, գիշերվա 1000-ին էլ կլինի, որ դուք ուղղակի ուզում եք կռահած լինեք, այդ սրտացավորեն եք, ես դա ուղղակի չեմ նայում, որ դուք սեռ եք ասում, ես նայում եմ, որ դուք հոգատար եք, սիրով եք ասում այդ ամեն ինչ։ Ուզում եմ, որ ամեն աղջիկ, ամեն կին զգա այս երջանկությունը, այս պահը, այս չեմ կարող բացատրեմ էմոցիաներս, ուղղակի ինչ ուրախությամբ եմ տուն մտել, Շատ-շատերը տառապում են, շատ-շատերը ուրիշ քայլերի են դիմում, հա, սա Աստծո տված պարգև է,
երեխեն ու երեխու փաստից չուրախանալը ես չեմ կարծում ինչ պետքա լինի, եթե մարդիկ լինեն օրինակ, որ տենց երեխա չեն սիրում, այդ փաստից չեն ուրախանում, ես չգիտեմ Աստված իրանց ինչա պատրաստել, բայց ես ուզում եմ լավից խոսամ, լավը ցանկանամ, ուզում եմ որ բոլոր այն աղջիկները, ովքեր որ ցանկանում են ու դժվարությամբ ու սպասում են ամեն ամիս, Աստված տա որ այս տարի ես 2026 թվականին դուք պատերը հարցնում են լինելու է գենդեր փարթի բան, չէ, ես ուրախանում եմ, որ անում են շատերը, իհարկե իրականում շատ ուրախանում եմ, նաև մասնակցել եմ, բայց մենք չենք անում, մենք չենք սիրում, եթե անկեղծ Նաև այստեղ չեմ լինելու, մենք գնալու ենք Եվրոպա ու արդեն ես գիտեմ, արդեն իմացել եմ, էլ ես չեմ կարող ասեմ, բայ, բայց ես չգիտեի, այն ուրիշ, եթե կարողանային ինձանից թաքցնեին, ասեմ հա ուղղակի ես շատ չունեմ, էլի ես մարդկանց հայացքից արդեն գիտեմ։ Կան է նշել, որ Քրիստինան եղել էր նաև տետատետի տաղավարում։ Նա հայտնի է Ինստագրամում մայրիկի հետ տարօրինակ եւ արկածային հոլովակներով։ Star News-ը հետևեց հաղորդմանը։ Քրիստինան փոքր հասակից փորձել է մայրիկին ուրախացնել։ Կա արդյոք պատճառ։ Գուցե տխուր էր իրականությունն ու ինչ որ բան այն չէր։ Կար շատ ցավոտ պատմություն։ 17 տարեկան եմ եղել, որ մայրս ունեցել է հիվանդություն։ Դպրոցս չէի ավարտել, 9-րդ դասարան էի։ Դրանից հետո պետք էր ինչ-որտեղ ընդունվեի, սովորեի, բայց ինձ այդ ամեն ինչը խանգարել է։ Մայրս ուներ բարդ խնդիրներ, ասում էին ուռուցք կա, բայց ես մինչև վերջ չեմ հավատացել։ Անցնում է մի որոշ ժամանակ, ստուգվում է, ասում են չկա այդ խնդիրը, բժշկվել է։ Մեհերի հարցին, թե կան արդյոք գաղտնիքներ, որոնց մասին կուզենար խոսել, Քրիստինան ճակերտավոր ասված անկեղծացավ, հումորով պատասխանեց հարցին։ Մեկ բան եմ ուզում բարձրաձայնեմ, շատ քչերը գիտեն, ինձ փոքր ժամանակ որդեգրել են։ Չէի ուզում դրա մասին խոսել, 14 տարի եղբայրս մեծ է ինձանից։ Մայրս ինձ չի ունեցել, 14 տարի անց հայրիկիս հետ որոշում են կարելի է որդեգրել Քրիստինային ու որդեգրում, ինչի համար շնորհակալ եմ։ Շատերին է հետաքրքիր, որտեղ է Քրիստինայի հայրը։ Իմ հայրը 3 տարեկանում գնացել է Ռուսաստանի Դաշնություն։ Շատ եմ զգացել հորս կարիքը, պապայի բաց թողումը ոչ մեկ չէր կարող լրացնել։ Թեպետ կապը կա, շփվում ենք, իմ ծնողն է, շատ սիրում եմ, բայց մամաս է ինձ պահել, մեծացրել մեծ դժվարություններով։ Արդյոք անընդհատ աչքի առաջ լինելը այդ կերպարը Ինստագրամի չի խանգարում անձնական կյանքը դասավորել։ Կարծում եմ չի խանգարել կամ չի խանգարի, չեմ անում նենց բան, որ վատ զգամ ինձ։ Երբևիցե չի եղել իմ կողմից ավելորդություն, անձնականի հետ կապված երբ լինի նորություն, անպայման կկիսվեմ այդ մասին էջում։